Հանրային ռադիոյի եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ունկնդիրներ եւ Հանրային ռադիոյի կայք էջում, YouTube-ում եւ սոցցանցային տիրույթներում մեզ հետևողներ։ Մենք այսօր խոսելու ենք, թե ինչպես է վավերագրվում մեր օրերում մոռացված պատմությունները, մարդկային փորձառությունը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած մեր օրերում վավերագրական կինոն եւ ընդհանրապես վավերագրական կինոյի ստեղծագործողները ինչ խնդիրներ են այսօր իրենց համար լուծում։ Իսկ զրուցակիցս վավերագրող կինոռեժիսոր, պրոդյուսեր Ինա Սահակյանն է։ Շնորհակալություն Ինա, մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, Նազելի, կարևոր թեմաներ եք բարձրացնում։ Ինա, ես ուզում եմ մեր զրույցը սկսենք Ավրորայի լուսաբացից, վավերագրական անիմացիոն ֆիլմ, որը արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում Ժնևի մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում ստացել է գլխավոր մրցանակ, դա շատ կարևոր է, բայց ես գիտեմ, որ դուք նաև այդ թեման ինչ որ կերպ նաև շարունակում եք, այսինքն ցեղասպանության թեման, ընդհանրապես հումանիտար ճգնաժամի հարցերը, անդրադառնալով նաև մերօրյա խնդիրներին, պատերազմներին, դրանց հետևանքներին, մերօրյա ցեղասպանության, այսպես փորձերին եւ ինչը որ ակնհայտ է։ Ուզում եմ խոսենք, թե առհասարակ վավերագրությունը մեր երկիրը ինչպես պիտի ներկայացնի դրսում, բացի այն, որ մենք խոսում ենք հումանիտար ճգնաժամից ամբողջ աշխարհում, նորից մենք հայտնվում ենք զոհի դիրքերում, նորից մենք հայտնվում ենք տուժածի կարգավիճակում։ Ինչպես անել, որ խոսել այդ խնդիրների մասին եւ ինչպիսի դիրքերից խոսել։ Շատ կարևոր, երկար, բարդ ու հարց տվեցիք, Նազելի ջան։ Փորձեմ սենց հետևելով ձեր հարցի ընթացքը պատասխանեմ։ Նախ իմ բոլոր ֆիլմերը ես անում եմ Bars Media վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ, արդեն 24 տարի միասին ենք աշխատում եւ հենց մեր ստուդիայի գերնպատակն է Վարդան Հովհաննիսյանը երբ հիմնեց դեռ առաջի պատերազմի տարիներին գերնպատակներ պատմությունները Հայաստանից, որոնք եւ սոցիալական եւ մշակութային եւ ճգնաժամային իրականությունն են վավերագրում, հասանելի դարձնել միջազգային հանդիսատեսին։ Ըստ իս ֆիլմերը, ընդհանուր առմամբ կինոն եւ մասնավորապես վավերագրությունը, ինչքան էլ մենք ասենք ու իհարկե ասում ենք, որ կինոն քաղաքական չի, որտեվ սովորաբար վավերագրության մեջ մենք պատմում ենք մարդկանց պատմություններ, ամեն դեպքում ունեն բնականաբար ոչ թե հենց քաղաքական, այլ քաղաքական ազդեցություն ունենալու այդպես տար, որը չի կարելի թերագնահատել։ Եվ ամեն ինչ մենք անում ենք մեր ստուդիայում, հենց այդ ամեն ինչը հաշվի առնելով է լինում, հա։ Կապ չունի դա քաղաքական մշակույթն է, երբ լարախաղացների ֆիլմներ ենք անում, այսինքն պատմել մեռնող մշակույթի մասին, չգիտեմ տարեցների պատմություններն են իմ հիմա նոր ֆիլմում Շեքսպիրի մեղքերը, թե ցեղասպանության չճանաչված լինելու հարցը, ինչպես Ավրորայում եւ կամ այս նոր նախագիծը, որը ուղղված է Արցախում տեղի ունեցած մարդու իրավունքների դեմ իրականացված հանցանքներին։ Բոլոր դեպքերում ինչ որ մի կարևոր թեմա վավերագրական ֆիլմը բարձրացնում է եւ այդ ուղղությամբ կրթում է լոբիստական աշխատանք է իրականացնում, իհարկե շատ ռոմանտիկ կլինենք, որ ասենք իրական փոփոխություններ է անում, բայց կարևոր գոնե նախանշաններ է դնում սպասվող փոփոխությունների, հա։ Նույն Ավրորայի օրինակը որ բերեմ, Ավրորան ավելի քան 100 փառատոնում է եղել, գրեթե երկիր չկա, որտեղ մենք չենք ցուցադրվել է մի քանի հանրային հեռուստաալիքներով, ներառյալ Ամերիկայի PBS-ը, գերմանա-ֆրանսիական Արտեն, ֆինական Վայլին, չգիտեմ, հոլանդական NPO-ն եւ բազում այլ կանալներով եւ ինչ է ստացվում, որ մի հայ աղջկա ցեղասպանությունը վերապրած լինելու պատմությունը, որը նաեւ խոսում է ցանկացած ազգի հանդիսատեսի հետ, այդ մասին խոսեք, տեսել են գոնե հեռուստացույցով հարյուրավոր հազարավոր
100,000-ավոր մարդիկ, հա։ Թվերը իսկապես sense շատ լուրջ են, ասենք նույն PBS-ը մեզ report-ը որ ուղարկել էր, մոտ 500,000 ամերիկացի ամբողջ Ամերիկայի տարածքով դիտել է ֆիլմը, արդեն 200,000-ի չափ եւ այդպես շարունակ։ Եվ դա արդեն ինքնին մարդկանց կրթում է գիտակցության մեջ այս խնդրի հաջորդ բարձրացմանը, չգիտեմ ինչ որ մի երկրում, որտեղ որ կլինի ցեղասպանության ճանաչման քննարկում, միգուցե եւ ուղիղ ազդեցություն չէ, բայց հասարակության պահանջը արդեն ֆիլմերը իրենք ուղում են դեպի այդ պահանջի իրականացման, այսինքն ինքը sense ընդհանուր առմամբ որ ամփոփեմ, վավերագրական կինոն ինքը sense դանդաղ, բայց մշտական աշխատող զենք է, որտեղ ֆիլմերը սովորաբար չեն հնանում եւ բացի փառատոնային հեռուստատեսային կինոթատրոնային դիստրիբյուցիայից մենք նաեւ կրթական դիստրիբյուցիայով ենք դիստրիբյուցիային ենք տրամադրում մեր ֆիլմերը, այսինքն ֆիլմերը պահվում են համալսարանների արխիվներում, դասընթացներ են կատարվում դրանց շուրջ եւ այլն, այսինքն մշտական, այդպես դանդաղ գործող զենք է դառնում մեր իրականության ներկայացնող աշխարհին։ Թեմաների վերաբերյալ դա ամենաբարդն է թերևս, որովհետեւ գտնել այսօր թեմա, որ կլինի հայկական եւ կլինի նաև հետաքրքիր միջազգային հանդիսատեսին, ինքը բավականին բարդ խնդիր է, որովհետև եւ նաև որոշակի քաղաքական դերակատարում կունենա։ Դա ինչպես բացատրեցի ինքս Ստինքյան ցանկացած ֆիլմի այդպես դանդաղ գործող մեխանիզմում ներդրված զենքն է, բայց որ հետաքրքիր լինի, որ դիտեն, որովհետև անել բնավ չեմ թերագնահատում իմ գործընկերների այլ աշխատանքները, ոչ մի կոնկրետ օրինակ չեմ ուզում բերել ու չկան նման օրինակներ, բայց անել ֆիլմ, որը միգուցե 1, 2, 3 անգամ փառատոն վերցնի կամ չգիտեմ հետաքրքիր լինի զուտ հայ հանդիսատեսին ու հետո այդ ֆիլմը ուղիղ ասած կորի կամ պահվի ինչ որ մի դարակներում, դա մեր ստուդիայի եւ նաեւ իմ սկզբունքներին դեմ է, մենք ուզում ենք անել ֆիլմեր, որոնք կխոսեն կփոխեն ու կշարունակական կապրեն։ Եվ դրա համար պետք է անպայման գոնե վավերագրության մեջ լինեն հետաքրքիր մարդկային պատմություններ։ Բայց կարծում եմ մենք այդ փուլը հաղթահարել ենք, չէ՞, այդ ֆիլմերը դարակներում պահել, նկարել եւ դարակներում շարել։ Հիմա բավականին ավելի լավ է իրականում վիճակը, բայց դա միայն մեր խնդիրը չի, դա միշտ կա, դա ուղղակի մոտեցման խնդիր է, մենք մեր մոտեցումը ֆիլմ արտադրությանը, որ ֆիլմերը իրենք պիտի միշտ ապրեն եւ այդտեղ կարեւոր գործոնը իհարկե դա հենց այդ գտնել այն կինոլեզուն եւ այն պատմությունը, որը կխոսի միջազգային հանդիսատեսի հետ։ Եվ սովորաբար դա հենց մարդկանց պատմություններն են, այսինքն մեր ֆիլմերի հիմքում միշտ իրական մարդն է, իրական դրաման, իրական էմոցիաները, իրական ճանապարհը եւ հենց այդ զոհի պահը, որ ասում եք, դուք շեշտեցիք, որ զոհի դերից մենք փորձում ենք երբեք զոհի դերից չանել ֆիլմը, որտեվ հետաքրքիր չի ոչ մեկին նայել միայն զոհի մասին, եթե այդ ֆիլմում չկա պայքար, եթե այդ ֆիլմում չկա ընթացք, որի ժամանակ փոխվում է, այսինքն պիտի անցնես քո ֆիլմի հերոսի հետ այդ ճանապարհը, հանդիսատեսը ինքը պիտի անցնի, որ կարողանա ապրումակցի եւ կապվի եւ այդ պատմությունը այդ սրտին ու հոգուն հասնի, հա։ Իդեպ ձեզ հարցնելով թե օրինակ ինչպես են ընտրվում վավերագրական ֆիլմերի թեմաները, նաեւ շարունակելով այդ թեման, ձեր հարցազրույցներից մեկում դուք ասացիք հենց Ավրորայի լուսաբացին նկատի ունենալով, որ երբևէ չեք մտածել ցեղասպանությանը անդրադառնալ, բայց դուք հատկապես Ավրորա Մարդիգանյանի պատմությունը ձեզ հուզեց, քանի որ նրա մեջ կա պայքարի, լույսի եւ ապագան գուցե տեսնելու կամք ուժ իհարկե չհանձնվելու, անընդհատ առաջ գնալու։ Դրանք շատ կարևոր գործոններ են, որոնք ֆիլմի եւ կառուցվածքին եւ պատմությանը եւ նաեւ հանդիսատեսին հասնելուն են նպաստում։ Իսկապես առաջի անգամ որ մտածեցինք ցեղասպանության շուրջ ինչ որ ֆիլմ անել, դա 100 ամյա
տարեդարձիներ նվիրված 100-ամյակի հիշողությանը եւ մտածում ենք Զորյան ինստիտուտի հետ անել 10 մասից բաղկացած կարճամետրաժ ֆիլմեր ալմանախ տարբերակով, որտեղ յուրաքանչյուրը կպատմեր մի պատմություն, մարդը կսկսեր պատմել եւ անիմացիայով տարբեր անիմացիաներով իրենք կփոխվեին, այդպես մեկը մյուսին լրացնելով ամբողջ ցեղասպանության ընթացքը կվավերագրեին եւ հենց այդ ժամանակ փնտրում է այդ 10 հարցազրույցը, որը շատ դժվար էր։ Կար 700-ից ավել հարցազրույցներ, բայց գտնել 10 այնպիսի պատմություն, որոնք որ տարբեր լինեին, որոնք որ զոհի տեսակետից չլինեին, ցույց տային պայքար եւ այդպես փոփոխություն շատ դժվար էր գտնել եւ այդպես մի օր երբ որ առնչվեցի հենց Ավրորայի հարցազրույցին, որը բոլորովին տարբեր էր։ Մնացած մոտ 200 նայել էի արդեն։ Տեսակ հենց Ավրորան ոնց որ ինքը ասեր, որ ես պիտի լինեմ առանձին ամբողջական ֆիլմ եւ իհարկե գրքին ծանոթ էի միջև այդպես չգիտեի որ հարցազրույցներ կան պահպանված եւ եթե գրքին ծանոթ ես լինում գիրքը հետաքրքիր է որպես ցեղասպանության պատմություն, բայց ինքը ավարտվում է ցեղասպանությունից փրկվելով եւ այդ ամբողջ երկրորդ մասը, որը որ իմ համար ամենակարևորն էր, որ ինչպես 14 տարեկան կամ արդեն 17 տարեկան երբ Ամերիկա էր հասել, դեռատե աղջիկը կարողացավ իր անձնական ցավը կողք դնել եւ այդպես նորից վերապրելով այդ ամեն ինչը եւ ֆիլմի նկարահանումների եւ հանդիպումների ժամանակ համաձայնվել նորից վերապրելուն ազգին օգնելու կամ իր ցավը կիսելու կարևորությունը հասկանալով դա էր ամենահետաքրքիրը այդ պատմության մեջ, իսկ դա մենք չգիտեինք։ Ես միշտ օրինակ եմ բերում այնպես ինչպես դա նաև ձեր նախորդ հարցին է, պատասխանում այնպես ինչպես հրեաներն են ասենք պատմում Ան Ֆրանկի պատմությունը բոլոր հնարավոր տարբերակներով, կինոյի, գրքերի, արվեստի տարբեր լեզուներով մցրած համաշխարհային կրթական ծրագրերի մեջ Ավրորայի պատմությունը շատ նման է ոչինչով չի զիջում միգուցե տեղ-տեղ անգամ ավելի ուժեղ էր, բայց անգամ մենք չգիտեինք։ Եվ այդ պատմությունը պետք էր պատմել եւ Բարս մեդիայում մենք հավաքվեցինք, իհարկե դա 7 տարվա շատ բարդ աշխատանքներ էր On-Off ստուդիայի հետ համագործակցությամբ լիտվական եւ գերմանական համարտադրողների հետ, բայց այդ 7 դաժան տարիներից հետո ի վերջո կարծում եմ ֆիլմը իր անելիքը արեց։ Իդեպ այդ ֆիլմը պահպանվել է, որտեղ որ նկարահանվել է։ Գիտեմ, որ հատվածներ կան, բայց ընդհանրապես սյուժեն հայտնի է։ Չէ, սյուժեն հայտնի է, սցենարը կա, գրքի սցենարը, ֆիլմի սցենարը կա, պահպանված, բայց ամբողջական ֆիլմը չէ, ընդհանրապես 18 րոպե կտորներ են պահպանված։ Ուղղակի ոչնչացված։ Դա մի քիչ վիճելի հարց է, որովհետև երբ որ նայում ես համաշխարհային կինոյի պատմությանը, այդ շրջանի ժապավենների մեծ մասը ինքնաոչնչացվել է ժամանակի ընթացքում։ Դա այդ հոլիվուդյան պատմության ցավոք այդպես անդառնալորեն կորած մասն է համարվում, այսինքն շատ հնարավոր է, որ ուղղակի ժապավենները ճիշտ չեն պահվել եւ իրենք ինքնաոչնչացել են, որտեղ հրակայուն նյութից են փոշիացող։ Կա նաև վարկած, որ միգուցե եւ թուրքական լոբին է հատուկ աշխատել, վստահ չեմ կարող ասել, որտեվ մեծ մասը այդ ժամանակի ֆիլմերի այսպես թե այնպես չի հասել մինչև մեր օրեր։ Իսկ իր գեղարվեստական որակը հայտնի է, ասենք։ Իհարկե 18 րոպեից ինքը բավականին շատ բան է ցույց տալիս։ Հրաշալի անգամ այսօրվա տեխնիկայի դարում զարմանում ես թե ինչպես են, որտեվ ըստ հոդվածների եւ պահպանված նյութերի մոտ 3 ամսում են նկարել լիամետրաժ ֆիլմ, այդպես պատմական մասսայական տեսարաններով, մեծ դեկորացիաներով։ Իհարկե համր է եղել, այսինքն համր կինոն ունի իր դրական յուրահատկությունները ստեղծագործական արտադրության process-ում, բայց ամեն դեպքում ապշելու աշխատանք են արել Հոլիվուդում։ Ինա, եթե խոսենք վավերագրական կինոյի այսօրվա խնդիրների, մարտահրավերների մասին, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, քանի որ այս համացանցային, ավելի շուտ սոցցանցային շարժումները, որ մարդկանց կյանքում տեղ է գրավում, պիտի փորձենք հասկանալ, թե արդյոք այսօր վավերագրական կինոն անելիք ունի այստեղ։
Շատ տարբեր են, այդպես որ համեմատենք նաև նորությունների հետ, ժուրնալիստիկայի հետ կարող ես համեմատել։ Իհարկե շատ դժվար է ուշադրությունը մանավանդ երիտասարդ սերնդի ուշադրությունը կենտրոնացնել ավելի երկար ֆորմատների մեջ, եւ դա կապ չունի վավերագրություն է, թե գեղարվեստական կամ, բայց նաև միաժամանակ այդպես երկու երևույթ կա, նաև մարդկանց մոտ իրականի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի է մեծանում, եւ նույն Netflix-ով որոշակի ֆիլմեր, որոնք եւ ավելի վավերագրական ուղղվածություն ունեն եւ կամ դանդաղ այդպես սինեմատիկ նկարահանումներով են արված, բավականին բարձր ռեյտինգներ ունեն, այսինքն հեշտացնում է գործը, այսինքն գործը միշտ է դժվար։ Հիմա առավել եւս դժվար է եւ դժվար է ոչ միայն հանդիսատեսի հետաքրքրության, այլ նաեւ քաղաքական փոփոխությունների, այսինքն շատ բարդ է վավերագրական ֆիլմը ֆինանսավորել ընդհանրապես, որովհետեւ ինքը որպես այդպիսի կոմերցիոն չի դիտարկվում, այսինքն նույն գոնե կինոթատրոնային հասույթ, այսպես թե այնպես կինոթատրոնային հասույթը այսօր ընդհանրապես կինոինդուստրիայում դարձել է բավականին լուրջ խնդիր, գեղարվեստական ֆիլմերի դեպքում էլ, կոവിഡից հետո մասնավորապես, դա այդպես նվազող տենդենց է, որը հույս ունենք, որ կփոխվի իհարկե դեպի դրականը, բայց մարդիկ ուղղակի ամբողջ աշխարհում չեն գնում կինոթատրոն, որովհետև այդ կոവിഡի 2 տարվա ընթացքում մեկուսացումը սովորույթ դարձած արդեն անձնական այդ լավ հեռուստացույցներով կամ փոքր կինոթատրոններով որ տներում սկսեցին մարդիկ ունենալ, մենակ ֆիլմ նայելը դարձավ այդպես մեր տեսակետից վատ ավանդույթ, որը հույսով ենք, որ կփոխվի շուտով, բայց առավել եւս վավերագրական կինոն, հա, եթե անգամ մարդիկ գնում են կինոթատրոն, գնում են ավելի շատ թեթև պատմություններ նայելու, չգիտեմ, կատակերգությունների կամ այդպես թեթև ֆիլմերի, այսինքն մենք անում ենք ֆիլմերը սովորաբար, ֆինանսավորում ենք ֆիլմերը կինոֆոնդերից եւ հիմնականում միջազգային հեռուստաընկերություններից, հա, կինոֆոնդերն են այսօր շատ տխուր վիճակում աշխարհում, մեկ մանավանդ ամերիկյան կինոֆոնդերը Տրամպի ներկա քաղաքականությունից ելնելով, երբ որ ամբողջ հանրային տեղեկատվական դաշտը վտանգի տակ է, այսինքն հանրային հեռուստաընկերություն, այն վավերագրական ալիքները, որոնք կային եւ ֆոնդերը, որոնք աջակցում էին անկախ վավերագրողներին, հիմա ասենց հերթով փակվում են, դա իհարկե նպաստում է նաեւ եվրոպական ալիքների աշխատանքին, մի խոսքով ընդհանուր դաշտը շատ վտանգված, դժվար է դարել, վտանգված չի, էլի ով գործ է անում է, բայց գնալով ավելի դժվար են այդ դռները բացում, ամեն դեպքում ճանապարհներ կգտնել, երբ որ իսկապես պիտի անես ու ուզում ես անես, այսպես թե այնպես գտնում ես ճանապարհներ, բայց քո առողջության, քո թիմի նվիրվածության հաշվին, բայց ամեն դեպքում անպայման իհարկե անում ենք։ Ինա վերադառնանք ֆիլմին, որի վրա հիմա աշխատում եք, դա որքան հասկացա, էլի Ադրբեջանի վայրագություններին առնչվող թեման է, եւ ինչ կողմով եք դա փորձում ներկայացնել, ինչ շեշտադրմամբ։ Հենց էլի Ավրորայի օրինակը կարող եմ բերել, ասենք ամեն ինչ պիտի մտածես, որովհետև հիմա այնքան դժվար է դարձել հենց այդ ինդուստրիան, այսինքն ոնց կպատմես պատմությունը, ում պատմության միջոցով, ինչ որտեղ կդնես շեշտերը, դրանից կախված է նաև ինչքան կտարածվի ֆիլմը հետագայում, հա, եւ Ավրորայի հաջողություններից նաև մեկը այդ հենց դերատի աղջկա պատմություններ, որտեղ մարդիկ սիրում են նայել, ու տենց բազմաթիվ օրինակներ կարող են բերել միջազգային հաջողություն հասած ֆիլմերի, որոնք հենց այդ կառուցվածքի վրա են, հա, իրական մարդու պատմություն, կնոջ պատմություն, առավել եւս դերատի աղջկա պատմություն, ով դժվարությունները միջով անցնելով հաղթահարում է, եւ իհարկե պայքարի պատմություն։ Հիմա այդ ամեն ինչը մենք շատ երկար էինք մտածում մեր ստուդիայում, թե ինչ կարող ենք անել Արցախի շուրջ, որովհետեւ չգիտեմ տեղյակ եք թե չէ, Bars Media-ի առաջի ֆիլմը պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից ֆիլմներ 90-ականների պատերազմի, այո, 90-ականների պատերազմի մասին էր, հենց էլի մարդկանց պատմություններ, որոնք շրջափակումից դուրս էին եկել, բայց ոնց էին այդ պատերազմի տրավման իրենց ամբողջ կյանքում տանում, որը թարգմանվեց
20 լեզուներով ամբողջ աշխարհով մեկ ցուցադրվեց եւ դեռ այդ ֆիլմից եւ միջև դա էլ քանի որ Վարդանը մեր հիմնադիրը նաեւ հենց պատերազմական լրագրողից է սկսել իր վավերագրական ճանապարհը մենք միշտ պատրաստ ենք պատերազմին ու եթե Աստված ոչ անի Հայաստանը պատերազմի կան իրավիճակներում է լինում, մեր ստուդիան շատ արագ վերափոխվում է պատերազմական իրավիճակը վավերագրող ստուդիայի։ Այսինքն մենք ամբողջ 20 թվականի 44 օրյա պատերազմը հենց Ավրորայի վրա աշխատող թիմը, իմ օպերատորները, նկարիչները, մոնտաժ ռեժիսորները բոլորը առաջնագծում էին կամերաներով, մոնտաժային տեխնիկայով նկարում էին ու մենք ունենք ունիկալ նյութ վավերագրած այդ օրերից։ Դե բնականաբար դրանից հետո նաև 23 թվականի իրադարձությունները որքանով որ հնարավոր էր, քանի որ արդեն չէինք կարող գնալ Արցախ, բայց ինչ անել այդ նյութի հետ, ոնց պատմել, որ ողբ չլինի, զոհի տեսակետից չլինի, պարտության մասին չլինի, եւ այդտեն շատ երկար պրպտում եմ, իջև ծանոթացա այդ երկու կանանց հետ, հիմա շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց ֆիլմը էլի կանանց պատմություն է, իրավապաշտպան եւ այսպես վկա ենք ասում, բայց իրականում կին ու ընտանիքին ուղիղ այս ցավը հասել էր, այսինքն քույրը զոհվել էր Ֆիլմը իմիջիալոց ուզում եմ այդ շատ ճիշտ շեշտադրումը դնենք, ֆիլմը պատերազմի մասին չի։ Ֆիլմը պատերազմում տեղի ունեցած հանցանքների մասին է։ Այսինքն բոլորս գիտենք, որ պատերազմը զոհեր ունի, բայց լրիվ այլ պատմություն է, երբ պատերազմում զոհվում են կանայք, քաղաքացիական անձինք, երեխաներ եւ կամ զինվորը միջև օրս տարապում է ֆոսֆորային այրվածքներից եւ այլն, այսինքն ինքը հենց հանցանքների մասին է, բայց այդ հանցանքները պատմվում են այս երկու կնոջ համագործակցության եւ պայքարի միջոցով, որ վաղ թե ուշ արդարությունը գոնե իրավական դաշտում տեղի ունենա այս պատմությունների շուրջ։ Ինչ է գտնվում հիմա։ Ֆիլմը արտադրության փուլում է, բայց շատ դժվար, շատ մեծ հետաքրքրություն ունենք ֆիլմի շուրջ, հենց միջազգային, հենց նույն Արտե հեռուստաընկերության ֆիլմը մենք չգիտեմ ինչքանով գիտեք ոնց են վավերագրական ֆիլմերը սովորաբար ֆինանսավորվում կամ առաջ գնում, շատ լուրջ մրցակցությամբ pitching session-ներ կան, որտեղ որ փառատոններին կից այդպես կինոֆորումներ են, այսպես ասած, որտեղ մի քանի նախագիծ է ամբողջ աշխարհից ընտրվում եւ ներկայացվում միջազգային ֆինանսավորողների այդպես դատին, ընդամենը ունես 7 րոպե այդ ամբողջ նախագիծը ներկայացնելու համար եւ անցած տարի ITFA-ի գից կինոֆորումում մենք այս նախագիծը ներկայացրեցինք 1000 քանի դիմումներից 12 նախագծի մեջ էինք եւ շատ մեծ հետաքրքրություն կա, բայց այդ ճանապարհը միջև այդ հետաքրքրությունը դառնում է պայմանագիր, չգիտեմ, դա տարիներ է տևում, որտեղ բյուրոկրատիկ ընթացքները միշտ շատ բարդ են, իսկ մենք մի տարուց ավել մեր կինոֆոնդը չունի աջակցության մեխանիզմներ, որտեղ այդ անցումնային շրջանում էր, հա։ Իսկ դրսի ֆոնդերը հետաքրքրված են մեր թեմաների։ Հետաքրքրված են, դա հենց այդ եմ ասում, այդ ITFA-ն, դա դու ներկայացնում ես դրսի ֆոնդերի եւ դրսի հեռուստաընկերությունների առջեւ։ Հիմա մենք բանակցում ենք Արտեի հետ, որը այդ գերմանա-ֆրանսիական ամենամեծ public ներկայացուցիչն է, ունենք արդեն բելգիական համարտադրող, բելգիական հեռուստաընկերությունը, մի շարք այլ ճապոնական հեռուստաընկերության հետ են քննարկում, այսինքն շատ մեծ է եւ այդ այնքան ազդեցիկ էր երբ այդ մեր pitching-ից հետո 7 րոպեից հետո ես համտածում եի, որ դե շատ ենք լինում կինոֆորումների եւ այլն, նաեւ փառատոնների Ավրորայով է շրջանը մի տեսակ զուգ։ Իսկ Ավրորան դեր կատարում է այստեղ ձեր հաջորդ ֆիլմում, այո։ Դե վավերագրությունը միշտ դժվար է նորից նույն ճանապարհը պիտի անցնես, բայց ամեն դեպքում դե արդեն ճանաչում են եւ ստուդիային, թեև ստուդիային վաղուց են ճանաչում մեր բոլոր նախորդ ֆիլմերից, բայց նաեւ ինձ որպես ռեժիսոր եւ նախորդ ֆիլմի հաջողությունը բնականաբար այդ են աստիճանն է, որից դու արդեն սկսում ես շարունակել մյուս ֆիլմը,
բնականաբար, բայց ինչ է ասում, ես միշտ մտածում եմ, որ Ուկրաինա, Գազա, Սիրիա, հիմա այսօր այնքան ավելի մեծ, որ մենք հա շատ դաժան, շատ ծանր 100,000, բայց մեր համար այս ցավը sense շատ խոցելի է, երբ որ դնում ես համաշխարհային կոնտեքստում, ինքը շատ փոքր է դառնում։ Արդյոք կհետաքրքրվեն ուշադրություն կդարձնեն թե չէ, բայց երբ որ տեսնում են այդ մարդկանց պատմությունները, երբ որ տեսնում են այդ կանանց, որոնք sense պայքարում են դրանից հետո բոլորը գրեթե մանավանդ այդ մեծ հեռուստաընկերությունների ներկայացուցիչները մոտենում ու ներողություն էին ուղակի խնդրում մեզանից, ասելով որ կներեք, մենք չենք իմացել ինչա կատարվում ձեր երկրում, անպայման այս ֆիլմը պիտի գա մեզ մոտ։ Ու դա հենց այս առաջի քայլերն է, որ մենք խոսում ենք ֆիլմերի ուժից, եթե այսօր այդ ֆորումում կային, ասենք, չգիտեմ, 50 ներկայացուցիչներ, վաղը դառնում է դա 50,000 հանդիսատես եւ հետո այդպես շատանում է։ Ինա մեր հաղորդումը արդեն ավարտվում է, բայց ես ուզում եմ մի շատ կարևոր հարցի մասին ձեզ հետ խոսել, ընդհանրապես կանանց դերի մասին։ Գաղտնիք չէ, որ վավերագրական կինոն վերջին տարիներին հենց մեր հայ կանանց շնորհիվ է, չէ, այսպես զարգացում ունենում, այո, եւ լավագույն ֆիլմերի հեղինակները կանայք են, այդպես է ստացվում։ Չէ, առանձնացնիկ ունենք նաեւ շատ լավ տղամարդ ռեժիսորներ։ Շատ լավ, բայց կանայք ակտիվացել են այստեղ եւ իրենց ֆիլմերը ճանաչում են ունենում, կարող ենք նշել ֆիլմերի անուններ եւ ձեր ֆիլմերի հերոսները նույնպես կանայք են, այսինքն դուք հավատում եք, որ կանայք կարող են փոխել ինչ-որ բան աշխարհում եւ հումանիտար առումով եւ մարդկային, չգիտեմ, առումով եւ շատ նեղ ընտանեկան, անձնական տիրույթում Իհարկե հավատում եմ, բայց ես այդպես շատ չեմ առանձնացնում կին տղամարդ, մարդը կարող է փոխել։ Ուղղակի այս պահին եւ հասարակական կանայք ավելի դիմացկուն են դարձել։ Ու միշտ են եղել, կանայք ավելի աշխատասեր են։ Ես դա միշտ տեսնում եմ եւ ուրախությամբ ուզում եմ միշտ ասել, որ այսօր ձեր նշած կանայք, որ վավերագրության մեջ հաջողության են հասնում, հիմնականում Bars Media-ի այդպես սաներն են, ես իրանց այդպես եմ ասում, այսպես թե այնպես մեր ստուդիայի միջով անցած են Անժելան, մի խոսքով Էմիլին, Մկրտչյան Անժելա, Ֆրանգյանը եւ այլն։ Բայց երբ որ նայում եմ, որտեղ մենք շատ ենք աշխատում երիտասարդ կինոգործիչների հետ, հա, այն տարբերությունը, որը հստակ է կանանց մեջ, դա այդ աշխատասիրությունը ու նվիրվածությունը ու նպատակին հասնելու համառությունն է։ Եվ դա է կարծում եմ, որ գոնե կինո ոլորտում, որտեղ վավերագրությունը շատ ծանր աշխատանք է։ Ես հիմա որ ասում եմ այդ ֆիլմը անում եմ, թվում է թե դե հա, դե ֆիլմը ես անում այդ մարդիկ հետ են ապրել են նյութերը, որ ես նայում եմ գիշերներով, այդ վկայությունները, դա ոչ միայն սոցիալական ցանցերի նյութերն են, այլ նաև դատաբժշկական էքսպերտիզաները, չգիտեմ, այն հարցազրույցները, որ դու ստիպված ես անել են մարդկանց հետ, որոնք այդ ցավը տան, ինքը հեշտ գործ չի։ Այսինքն շատ ծանր է ու դու պիտի դա կարողանաս վերապրես, որ գնաս նույնը Ավրորան բավականին ծանր էր որպես ֆիլմ։ Ֆինանսական դժվարությունները, որոնք պիտի հաղթահարես, չհանձնվես։ Այսինքն երբ որ նայում եմ այն ամեն ինչի միջով ինչ որ կանայք սովորաբար անցնում են, տղամարդիկ մի 5 անգամ կասեին դե հերիք եղավ, դե շատ ավելի կարևոր բան ունեմ անելու եւ այդ համառությունը ու աշխատասիրության կարծում եմ համադրումն է, որ այսօր կանանց առանձնացնում է եւ ես հույս ունեմ, որ ավելի ուշ կշատանան ոչ միայն կինոյում։ Իսկ կանանց ձայնը գուցե ավելի լսելի է այսօր։ Որովհետեւ կա կարծիք, որ տղամարդկանց աշխարհը ամեն դեպքում ձախողվել է մեր ժամանակներում։ Հա, բայց անկեղծ դեռ դժվարություններն էլ կան, հենց նույն կանանց ձայնը հասանելի դարձնելու մեջ, բայց հա, նաեւ հանդիսատեսին է շատ ավելի հետաքրքիր կանանց պատմությունները հետևելուն, որովհետև ավելի անկեղծ են, ավելի բաց են, բայց ելի եմ ասում, ես ինքս շատ չեմ առանձնացնում, այդ ուղղակի այդպես է ստացվել նաև ամեն ինչից զատ, որ եւ Ավրորան էր կին, թեև Ավրորայի դեպքում կար նպատակ, որովհետև իսկապես եթե հետ նայենք, մենք ցեղասպանությունից հասնող կանացի ձայներ գրեթե չունենք այսօր մանավանդ կինոյում, դրա համար դա նաև կարևոր էր, բայց հա Իսկ այս փուլում հիմա ինչ եք անում ձեր ֆիլմերի հետ կապված։ Բացի այս Արցախի թեման մի ուրիշ ֆիլմ ունեմ, որը վերջացնում եմ, էլի միջազգային համարտադրություն է,
այդպես դժվար, բայց առաջ են գնում, իրականում շատ դժվար է այսօր նաև այդ ունենալ, այստեղ շատ բարդ ու լուրջ թեմա ենք սկսում, այնպես որ երևի չանդրադառնանք, բայց ի տարբերություն եվրոպական ֆինանսավորման սահմանափակում հեռուստատեսության գրեթե չմասնակցություն, ամբողջ աշխարհում Եվրոպայում օրինակ միշտ պետական ֆոնդը նախ կան մի քանի պետական ֆոնդեր, մի քանի հեռուստաընկերություններ, բայց իրանք միշտ համագործակցության տանդեմում են աջակցում անկախ կինոյին, վավերագրական կինոյին։ Մեր մոտ մի ֆոնդ ունենք, որը այս մի տարի, ասենք, եթե չուներ մրցույթային ընթացք, ուրեմն մենք սենց կանգնած սառում ենք, իսկ այդ համատեղ արտադրությունը միշտ պիտի բալանսավորված լինի քո աջակցությունը, քո երկրից բերված աջակցությունը արդեն եվրոպական աջակցության հետ, որպեսզի կարողանաս արտադրես ու գոնե մնաս տերն ու տիրակալը քո ֆիլմերի։ Դրա համար շատ հաճախ ցավոք այսօր մեր կինոն դառնում է փոքրամասնական, որտեվ դժվար է այդ պայքարում բալանսը պահպանել մեծամասնական արտադրության հիմունքները։ Իսկ ամեն դեպքում դուք գիտեք, թե ինչպես պիտի արվի, որպեսզի այդ բալանսը շատ բարդ puzzle-ում փոքր կտորներով փորձում ենք այդ բալանսը պահել, բայց դրա համար էլ դա տանում է տարիների աշխատանք, բայց կոնկրետ Ավրորայի դեպքում եւ այս Արցախի ֆիլմի դեպքում դա նաեւ սկզբունքային հարց է, որ մենք չենք ուզում այլ երկրի արտադրողը լինի մեր ֆիլմի մեծամասնական, այսինքն վերջի խոսքը ասելու կամ որոշումները կայացնելու իրավունքը իրենը լինի, որտեվ դա միայն ֆինանսականը չի, դա նաեւ այդ իրավունքներն են փոխանցվում այդ արտադրողին, էլի։ Դրա համար տարապելով շատ բարդություններով անցնելով, բայց փորձում ենք այդպես անել, որ ֆիլմերը մնան Հայաստանի մեծամասնական արտադրություն։ Շնորհակալություն Ինա հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ մենք էլի առիթներ կունենանք այստեղ զրուցելու, սպասում ենք ձեր ֆիլմի այսպես վերջն արդյունքին ու հուսով եմ կգտնեք ճանապարհներ եւ պետական ֆինանսավորման եւ դրսի հետ կապված ֆինանսական այսպես խնդիրների առաջ չեք կանգնի։ Ամեն դեպքում, սիրելի ռադիո լսող, ես ձեզ հիշեցնեմ, որ ես այսօր զրուցում էի վավերագրող, կինոռեժիսոր, պրոդյուսեր Ինա Սահակյանի հետ։ Մենք խոսում էինք վավերագրական կինոյում այսպես պատմությունների ընտրության, մարդկային փորձառությունների, վավերագրական կինոյի մարտահրավերների մասին։ Իսկ զրույցը վարեց Նազել Օհանյանը։